ունեմ ստամոքսի շրջանում ցավեր, ինչ կասեք։ Մի քիչ իհարկե այսպես շատ Նաև ասում է, որ ունեմ հաճախակի ունենում եմ թունավորումներ, դա էլ կարող է ինչ պատճառ կարող է ունենալ եւ այլն։ Ահա, շատ հետաքրքիր հարց է, որտեղ իրապես այն մարդիկ, ովքեր ունեն ստամոքսի շրջանում ցավեր, այսինքն դա կարող է պայմանավորված լինել նրա ստամոքսի լորձաթաղանթի բորբոքմամբ, նրանք իրապես շատ հաճախ ունենում են նաև թունավորումներ, որովհետև ինչ է, ստամոքսի լորձաթաղանթը վիրավոր է, այսինքն բորբոքված է, եւ ընտանիքի 4 անդամը կարող են կարծես թե նույն սնունդը ուտել, իսկ այդ մեկ անձնավորությունը անդադ ունենում է թունավորում։ Դա իրապես կապված է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման հետ։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք ներկայանաք բժիշկ գաստրոենտերոլոգի, որտեղ տեղում նշանակվում է գործիքային լաբորատոր հետազոտությունը եւ ստամոքսի լորձաթաղանթի, ստամոքսի ցավերի հետ կապված անպայման պետք է ստուգել ստամոքսի ինֆեկցիան, որը հելիկոբակտերն է, գիտեք, համարում է առաջին կարգի ուռուցքածին եւ գաստրիտների խոցերի առաջացման պատճառն են հանդիսանում։ Եվ պետք է ասել, որ ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, եթե ցավում է ստամոքսը որևէ տեղ պետք չէ խմել, որպեսզի մեղմացնեն ցավերը, եթե դիմել մասնագետի, որտեղ յուրաքանչյուր ինքնաբուժություն ավելի վատ կարող է վերջանալ։ Նույն այդ լուծերի դեպքում ինչ են անում, երբ որ թունավորում են լուծ են ընկնում, ինքնուրույն սկսում են խմել անտիբիոտիկներ, այո, հակաբիոտիկներ են սկսում օգտագործում են տարբեր տեսակի դեղորայքներ, որ էլ ավելի վատացնում են նրանց վիճակը։ Բժիշկոյ, հաջորդ հարցի պատասխանը ոնց որ թե ես էլ գիտեմ, բայց ամեն դեպքում հնչեցնենք, տեսնենք համընկնում է իմ իմացածը դերեն։ Երեխան գիշերը քննելուց բերանից ջուր է գալիս, ախորժակի անկում, հյուծվածություն ունի եւ հետանցքի քոր։ Ըստ ամենայնի, սա ճիճվագրության մասին է խոսում։ Սա խոսում է, եթե այստեղ կա պերի անալ շրջանի քոր, դա բնականաբար կարող է խոսել ճիճվագրության մասին, բայց բերանից թքահոսությունը միայն ճիճվագրության դեպքում չի լինում։ Այն կարող է լինել նաև ստամոքսից, երբ որ թթուն լեղին հետ է գալիս կերակրափուղի լորձաթաղանթ, այսինքն ռեֆլուքսային գործոնի հետ կարող է կապված լինել եւ երեխայի մեծահասակների բերանից ջուր է գալիս։ Դրա հետ է կապված։ Ճիճվագրությունը եթե քորով է նշում էր հեռուստադիտողը, ուրեմն դա հավանաբար հենց էնտերոբիոզի մասին է խոսում, սրատուտի մասին, որը խիստ կոնտագիոզ է, այսինքն ընտանիքի անդամներին կարող են վարակվել ի տարբերություն մյուս պարազիտների։ Սա վարակիչ կարող է լինել։ Այո, սա վարակիչ է էնտերոբիոզը։ Մյուս պարազիտները ոչ, այսինքն եթե էնտերոբիոզ կա տվյալ ընտանիքում, այսինքն սրատուտի ախտորոշում կա, բուժումը պետք է անել ընտանիքի բոլոր անդամներին, պարտադիր։ Մյուս պարազիտների դեպքում դա պետք չէ, այդտեղ բժիշկը կորոշի ինչ պիտի անել։